Ժողովուրդ օրաթերթը գրում է. Երևանի քաղաքապետարանը վերջին սկանդալներից հետո սեպտեմբերին պատրաստվում է նշել նոր քամայինքի հիմնադրման օրը։ Միջոցառման համար Երևանի քաղաքապետարանը հատկացրել է 8 միլիոն դրամ։ Արաբական Միացյալ Էմիրություններ մանր եղջերավոր անասուններ արտահանելու կաշառքի քրեական գործով անցնում են ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը և ևս երկու անձինք, որոնցից նա կաշառք էր պահանջել ըստ օրաթերթի այս գործով դատարանը վճիռ է կայացրել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Տվին հյուրանոցային համալիրի կրակոցների դեպքը բացահայտված չէ։ Աղմկահարույց կրակոցից 1.5 ամիս անց չի բացահայտվել անձը կամ անձինք, որոնք կրակեցին Արտակ Թովմասյանին պատկանող Տվին հյուրանոցի կոնկրետ ապակիներին։ Օրաթերթը նաև գրում է. 2024 թվականը այնքան բարենպաստ է եղել ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի համար, որ նոր Նորքում 2011 թվականից ձեռք բերված բնակարանից բացի պատգամավորը 75 միլիոն դրամով առանձնատուն է ձեռք բերել Ծաղկաձոր համայնքում։ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո ՔՊ ֆրակցիան հարձակման անցնելու, Քոչարյանին ու նրա ընտանիքին սատկացնելու հրահանգ է ստացել, գրում է Հրապարակ օրաթերթը։ Ըստ օրաթերթի մեկ այլ հոդվածի Ցեղասպանության հուշահամալիր այցը հանվել է այցի օրակարգից։ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Լավրովը միայն ծաղկեպսակ է ուղարկել։ Հունիսի 5-ին Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, չնայած ռուս բարձրաստիճան պաշտոնյան երկօրյա այցով է լինելու Հայաստանում, սակայն այցը բավականին հագեցած գրաֆիկով է անցնելու, գրում է Հրապարակ օրաթերթը։ Ուշագրավ է, որ նախատեսվող միջոցառումների կազմակերպման գործը հյուրընկալվող կողմն է իր վրա վերցրել։ Փաստ օրաթերթի տեղեկություններով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ կապված Նիկոլ Փաշինյանը բավականին զայրացած է Արայիկ Հարությունյանի ու տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի վրա։ Փաստ օրաթերթը գրում է. Վերջին շրջանում շատացել են տնտեսվարողների դժգոհությունները կապված ԱԱՀ վերադարձի հետ։ Բանն այն է, որ ըստ դիմաց գործարարների ՊԵԿ-ը սկսել է երկար ժամկետներում վերադարձնել ԱԱՀ գումարները, ինչը խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։